Մեջբերեմ վարչապետի ելույթից մի հատված։ Բանակը պետք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ կամ կենացների էժանագին օբյեկտ, որովհետև երբ փորձում ես հասկանալ, թե ինչ է թաքնված այդ կենացների խորքում, առերեսվում ես դառը իրականությանն առայն, որ զորակոչի ենթակա տարեքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ։ Սա կամ նշանակում է, որ մեր սերունդն առողջական ծանր պրոբլեմ ունի, կամ էլ զորակոչը Հայաստանում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության եւ հանրության ներկայացուցիչները։ Եթե այդպես է, իսկ նման հավանականություն կա, սա պետությունը քայքայող դաշինք է, ու մեր պարտքն է ջարդել այդ դաշինքի ողնաշարը, որովհետև այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետության գոյության իրավունքը։ Այստեղ իհարկե պետության իրավապահ համակարգի արդյունավետության հասն է շատ սուր կանգնում։ Մյուս կողմից մենք պետք է գնանք ինստիտուցիոնալ բարեփոխումների, վճռական որոշումների ճանապարհով, որտեղ չթողենք կամ նվազագույնի հասցնենք չարաշահումների հնարավորությունը։ Մեջբերման ավարտ։ Մեջբերեմ նաև վարչապետի ապրիլի 30-ի կառավարության նիստում ունեցած ելույթից մի հատված։ Ես համոզված եմ, որ շատ մեր հարգելի գործընկերներ մտածում են, ասում են. դե հա որոշել են, հո չեն անելու։ Էսա կգա դեկտեմբերի 31-ը եւ կհետաձգվի այս որոշման ի կատարածումը։ Տասնյակ առաջարկներ եմ ստացել, որ եկեք այս հետաձգենք։ Ցանկացած որոշում, որ մենք խորը համոզված ենք, որ դա պետության շահերից բխող, քաղաքացիների շահերից բխող երկարաժամկետ ռազմավարական որոշում է, ինչքան ժամանակը մոտենում է, կամաց հետաձգենք, երևի հետաձգենք, ճիշտը հետաձգելն է ու գալիս է ցիկլը։ Տոները անցնեն, մայիսը անցնի, ամառը անցնի, սփխեչը անցնի, զատիկը անցնի, Սուրբ Ծնունդը անցնի, Նոր տարին անցնի։ Պրոբլեմն է նա, որ երբ սփխեչը եւ զատիկը եւ Նոր տարին ամեն տարի կա։ Հարգելի գործընկերներ, ես ասում եմ, չի հետաձգվելու ոչ մի բան, չի հետաձգվելու բացարձակապես։ Այս պահին ինչ ուժի մեջ է, ոչ մի բան այլևս չի հետաձգվելու։ Որ նախարարը եկավ ասեց հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի։ Ասում եմ ամենայն լրջությամբ, չգաք ասեք հետաձգենք, չկա հետաձգում։ Մեջբերման ավարտ։ Հիմա կարդամ կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի որոշումը։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 22 մայիսի 2025 թվական N633L Հիմք ընդունելով ազգային ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի առաջին մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է հավանություն տալ զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին եւ կից ներկայացված նախագծերի հավանություն տալու մասին կառավարության առաջարկները։ Հիմք ընդունելով վարչապետի վերոհիշյալ ուղերձ հանձնարարական օրենսդրական փոփոխությունների այս փաթեթի հավանություն տալու վերաբերյալ կառավարության որոշումը հայտարարում եմ։ Մենք պետք է գնանք ինստիտուցիոնալ բարեփոխումների, վճռական որոշումների ճանապարհով, որտեղ չթողենք կամ նվազագույնի հասցնենք չարաշահումների հնարավորությունը։ Չկա հետաձգում, շնորհակալ եմ։